Ավստրիայի եկեղեցիների համաշխարհային խորհուրդը հանդես է եկել հայտարարությամբ, որում մասնավորապես ասվում է. Այս տարվա հուլիսի սկզբին բարձրաստիճան եկեղեցականների ձերբակալությունների վերաբերյալ մեր մտահոգությունը հայտնելուց հետո պետք է արձանագրենք, որ իրավիճակը չի բարելավվել։ Հակառակը, ձերբակալվել են 2 արքեպիսկոպոսներ, 1 եպիսկոպոս, ինչպես նաև 1 ծխական քահանա։ Բարձրաստիճան եկեղեցականների ձերբակալությունները, կալանավորումները և դատապարտումները ակնհայտորեն մարտահրավեր են նետում կրոնական ազատությանը։ Մենք մտահոգված ենք, որ այս մոտեցումն անհամատեղելի է իրավունքի գերակայության և մարդու իրավունքների սկզբունքների հետ։ Նման միջոցները կամայական և անհիմն միջամտություն են եկեղեցու ազատությանը և կարող են գնահատվել որպես հարձակում կրոնական համայնքի վրա։ Եկեղեցին խղճի և հասարակության ձայնն է, այն ծառայում է խաղաղությանը, արդարությանը և հաշտությանը։ Երբ եկեղեցին բարձրացնում է իր մարգարեական ձայնը, դա անում է ոչ թե ընդդեմ ժողովրդի, այլ հանուն բոլոր մարդկանց բարօրության և արժանապատվության։ Եկեղեցին պետք է կարողանա ազատորեն և անարգել կատարել այս առաքելությունը։ Մենք աղոթքով և եղբայրական համերաշխությամբ կանգնած ենք մեր հայ քույրերի և եղբայրների կողքին և Աստծուց խնդրում ենք ուժ, մխիթարություն և իմաստություն այս դժվարին ժամանակներում։ Միասին աղոթում ենք բանտարկված եպիսկոպոսների, քահանայի և բոլոր տուժած հոգևորականների անհապաղ ազատ արձակման, ինչպես նաև Հայաստանում խաղաղության, միասնության և արդարության հաստատման համար։ Թող Աստված զորացնի իր ժողովրդին Հայաստանում և առաջնորդի բոլոր պատասխանատու պաշտոնյաներին ճշմարտության, երկխոսության և խաղաղության ճանապարհով։ Ավստրիայի եկեղեցիների համաշխարհային խորհուրդն իր լիակատար համերաշխությունն է հայտնում հայ առաքելական եկեղեցուն և Հայաստանի ողջ քրիստոնեական համայնքին, նշվում է հայտարարության մեջ։